Այս տարվա 4 ամիսներին մահվան 5-րդ դեպքն է գրանցվել բանակում, խաղաղ պայմաններում։ Այս անգամ նույնպես նախ Շամշյան Քոմը առաջինը հայտնեց լուրը, տեղեկացնելով, որ մահացել է 19-ամյա Նարեկ Հակոբյանը։ Պաշտպանության նախարարությունը միայն ժամեր անց հաստատեց տեղեկությունը։ Շամշյան Քոմի տվյալներով դեպքը տեղի է ունեցել 3 ժամը 16-ի սահմաններում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշանի պոլիգոնից հրազենային վնասվածքով։ Ազատության տեղեկություններով զինծառայողը երևանցի էր։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն փոխանցում։ Պարզ չէ, արդյոք գործով ձերբակալվածներ ու կասկածյալներ կան։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է, բանակում մահվան դեպքերի մասին իրենց վիճակագրությունը այլ է։ Մեր տվյալներով այս պահի դրությամբ 12 զինծառայողի մահացության դեպք է արձանագրվել 2026 թվականին։ Ասեմ, որ դեպքերի մի մասը հրապարակային չի եղել, այսինքն մենք իմացել ենք դատախազությունից, եւ հիմնականում դրանք այն դեպքերն են, որոնք զինվորական ծառայության հետ չկապված են դասակարգվել։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանի խոսքով 2017 թվականից հետո իրավապահները զինծառայողների մահվան դեպքերը բաժանում են 2 խմբի՝ ծառայության հետ կապված եւ չկապված։ Մովսեսյանն ասում է, սովորաբար զորամասից դուրս տեղի ունեցած դեպքերը վթարներ, արձակուրդում մահեր կամ առողջական խնդիրներից մահերը դասակարգվում են որպես ծառայության հետ չկապված, սակայն իրավապաշտպանի գնահատմամբ այս մոտեցումը միշտ չէ, որ ճիշտ է, քանի որ որոշ դեպքեր կարող են ուղիղ պատճառահետևանքային կապ ունենալ հենց զինծառայության հետ։ Մինչդեռ ավելի վաղ ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զայրացել էր, թե ինչու է բանակին վերագրվում նաև այն դեպքերը, որոնք ծառայության ընթացքում չեն եղել։ Ըստ նախարարի 2025-ի ընթացքում բանակում մահվան 30 դեպք է արձանագրվել, որից միայն 6-ն է զինծառայության հետ կապված եղել, իսկ մահվան 24 դեպքերը ծառայության հետ կապ չեն ունեցել։ Պատճառներն ըստ գերատեսչության ղեկավարի տարբեր են ավտովթարներից մինչև հիվանդություններ։ Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատ առաջ ժամկետային զինծառայողները իրար կոտորում են կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպանել են։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ։ Մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ։ Մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում։ Բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկել ու ցավեցնել մեր հասարակությանը, սա նորից եմ ասում, մի բանի մասին է։ Այս բոլոր հավաքական խմբերը, նորից եմ ասում, նաև արտախորհրդարանական նոր ձևավորվող նորելուկ կուսակցությունները, նրանք բոլորը մահվան եւ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, սիրելի հայրենակիցներ։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի խոսքով վիճելի են նաև հարուցվող հոդվածները։ 3 մահացած 19-ամյա Նարեկ Հակոբյանի մահվան դեպքով քննչական կոմիտեն ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրեական գործ հարուցել։ Իրավապաշտպանը կարծում է, որ այս հոդվածն ընտրվում է նաև մեծ աղմուկից խուսափելու համար։ Սա չի նշանակում, որ ինքնասպանության դեպքերով դեպքի մասին աղմուկ չի բարձրանալու, որովհետև ինքնասպանության դեպքերը ինքնին արդեն մտահոգիչ են այն իմաստով, որ զինված ուժերում դա վկայում է, որ զինված ուժերում միջանձնային հարաբերությունների խնդիրներ կան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի խնդիրներ կան եւ ինչպես գիտենք, քրեական բարքերի առկայությունը զինված ուժերում դեռևս կա։ Այսինքն նախնական հոդվածը դնելով որպես ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդված, դեպքը ավելի քիչ ուշադրություն դարձնող չի դառնում, հակառակը։ Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն չեն մանրամասնում, թե որ զորամասում է դեպքը տեղի ունեցել, կամ արդյոք Շամշյանի նշած Նուբարաշանի պոլիգոնում է ժամկետային զինծառայողը մահացու վիրավորվել, արդյոք հրազենային վնասվածքից է մահը վրա հասել։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, որ պնդում է բանակում դեռ լուրջ խնդիր է ոչ կանոնադրային հարաբերությունը, նաև նշում է. Դեպքերը չեն նվազել, ուղղակի անցած տարվա օրինակով ասեմ, որ 34 մահացության դեպք է արձանագրվել, չնայած զինվորական ծառայության հետ կապված դեպքերը պաշտպանության նախարարի կողմից նշվեց 6-ն են, ամեն դեպքում նեղ նայել դեպքերի պատճառներին սխալ է, որովհետև շատ դեպքերում, եթե նույնիսկ դեպքը չի արձանագրվում, ասեցինք զորամասի ներսում, այն կարող է ուղղակիորեն կապ ունենալ զինվորական ծառայության
պարտականությունների կատարման հետ։ Հիշենք այս տարվա դեպքերից մեկը, երբ սպանություն էր տեղի ունեցել, այն պատճառով, որ տեղի էր ունեցել վեճ, որի ընթացքում զինծառայողներից մեկը հայհոյանք էր հնչեցրել։ Այսինքն այս մտածելակերպը դեռևս զինված ուժերում շարունակում է դրսևորվել։ Այս տարվա գրանցված մյուս 4-3 դեպքերը հարուցվել են մահվան պատճառ դարձած զինվորական անփութության, ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու հոդվածներով։